քանի որ դուք եք հավակնորդը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի քննածու դառնալու, ես չեմ կարող ինձ վրա այդ օրինակը բերել։ Ձեր կինը աշխատում է վերաքննիչ քրեական դատարանում եւ ենթադրենք ամենայն հարգանքով Տիկին Հովհաննիսյանի նկատմամբ ում հետ նաեւ աշխատանքային մի շարք գործընթացներով շփվել ենք, ես ցանկանում եմ հետեւյալ օրինակը բերել եւ ձեր դիրքորոշումը։ Պարոն Վատիկյան, տեսեք ձեր տեղակալը օպերատիվ գծող համակարգող ձեր զեկուցում է, որ ինչ-որ քրեական վարույթով գաղտնի քննչական գործողությունների ընթացքում խոսք է գնում, որ X դատավորին պետք է $5000 կաշառք տա։ Այդ խոսակցությունը բարձում է գործում մոտ է եւ այլն ինչ գործողության համար բարձում է, որ ձեր կնոջ մոտ է վարույթը։ Այս կներկայացնեք ձեր գործողությունները, որոնք են լինում։ Ներկայացնեմ, շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք, եւ ընդհակառակ ես ոչ թե նեղանում կամ վիրավորում եմ ձեր հարցադրումից, ընդհակառակ այդ իրավաբանական տեսակետները պետք է հենց այս ձևաչափով զարգանան։ Տեսեք, ուրեմն նախ առաջին հերթին նշեմ, որ իմ կինը շատ ազնիվ է, դուք էլ նշեցիք, ճանաչում եք, եւ դա ես բացառում եմ, բայց տեսականորեն ընդունենք նման բանը տեղի ունենալու։ Ես բնականաբար օրենքով սահմանված կարգով հրաժարական կտամ եւ կհեռանամ այդ պաշտոնից։ Տեսեք, ծայրահեղ բան եմ ներկայացնում, բայց իմանալով իմ կինն է, մենք 16 տարեկան էր, ես 18 տարեկան եմ, մենք իրար ծանոթացել ենք համալսարանում, նստել ենք, ավարտել ենք համալսարանը, միասին աշխատել ենք առաջին օրվանից մինչև օրս որպես իրավաբան, մեր ընտանիքում բոլորը իրավաբաններ են։ Ես դա բացառում եմ, բայց հիպոթետիկ թեկուզ նույնիսկ ընդունենք ձեր ներկայացրածը իրողությունը դառնա այդ իրավիճակը, ես ընդհանրապես հրաժարական կտամ, թող մնացածը զբաղվեն եւ պատժեն թեկուզ իմ մերձավոր ազգականին։ Ներողություն մի բան էլ ավելացնեմ, հազար ներողություն, պարոն Արսենյան։ Ուրեմն այդ բանը մտածելակերպը կոռուպցիան վատը եւ չարիք է։ Ոչ թե ես ասում եմ ուղղակի ասելու համար, որ եկել եմ այս մրցույթին ու անպայման հավակնում եմ դառնալ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, այդ մոդելը մեր ընտանիքում ընդունված է։ Ես որ դա քննիչ էի դառնում, դեռ չգիտեի այդ աշխատանքի բնույթը ինչ է, իմ մեծերը, սկսած հորիցս, վերջացրած իմ մեծ հարազատներով ինձ ասել են, որ ազնիվ կլինես, արդար կլինես։ Ես այդ բանով եմ աշխատել, այս աշխատանքը դրանով եմ կատարել, դրա համար այսօր պարզ չկա, տեսեք, անցել եմ որոշակի ուղի, հիմա փաստաբան եմ աշխատում, ունեմ բացասական բարեվարկության եզրակացություն, բայց այնուամենայնիվ եկել եմ եւ որպեսզի փարատեմ ձեր կարծիքը, դուք էլ պատկերացում կազմեք իմ անձի, իմ անձնային հատկանիշների այդ գրածների վերաբերյալ։ Ես համոզված եմ հարցեր եք ուղղելու դրա բարեվարկության եզրակացության մեջ ներկայացված, ես մեծ հաճույքով, պատրաստակամությամբ կներկայացնեմ որոշակի հանգամանքներ, որոնց հետ մեղմ ասած համաձայն չեմ։ Շնորհակալություն։ Ես էլ շնորհակալ ընդհանրապես մեկ արձանագրում, ես ընդհանրապես Տիկին Հովհաննիսյանի ազնվությունը հաշվի առնելով, որ գործող դատավորը դրա մասին չէր խոսքը։ Օրինակը զուտ տեսական էր նաև հանրության համար եմ ցանկանում նշել, ընկալման առումով։ Շնորհակալություն։